Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր տոնական եթերը եւ խոսելու ենք գեղեցկության մասին։ Իմ մասին չէ։ Վարսավիրական արվեստի Եվրոպայի առաջնություն 2025-ն այս տարի անցկացվել է Հունաստանում, որին աշխարհի 14 երկրների շարքում նաև ներկայացել է Հայաստանը։ Եվ այս առիթով այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մարդու, ով Հայաստան է վերադարձել Grand Prix մրցանակով։ Այո, եւ մեր հյուրն է Աննա Հովսեփյանը, Աննա, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Շատ լավ, դուք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ շնորհավորել ձեզ, այո, հրաշալի տոնի կապակցությամբ։ Եվ նաև հաղթանակի կապակցությամբ։ Շնորհակալ եմ շատ, ես էլ ուզում եմ արդից օգտվել, քանի որ գտնվում եմ ձեր գեղեցիկ տաղավարում։ Շնորհավորել մեր մայրերի եւ աղջիկների գեղեցկության եւ մայրության տոնը, մաղթելով իրենց քաջ առողջություն, իհարկե իմ մայրիկի գլխավորությամբ, քաջ առողջություն թող երջանիկ լինեն եւ իհարկե միշտ գեղեցիկ։ Մենք կընդգծենք այդ գեղեցկությունը։ Լավ։ Պատմեք հունական թոհուբոհից, ինչպես է Հունաստանում եւ ինչպես է անցել։ Մի քիչ սկզբից պատմեմ, իրականում ես ունեմ թիմ, շատ մեծ թիմ, որ միշտ մեկնում ենք մրցույթների, տարբեր երկրներ, ներկայացնում ենք Հայաստանը։ Ես մարզիչն եմ այդ թիմի եւ մենք պետք է մեկնեինք թիմով, բայց այնպես ստացվեց, որ ինչ-ինչ պատճառներով թիմս չկարողացավ մեկնել, չնայած որ շատ լավ պատրաստված էր, խնդիրներ առաջացան եւ ես ստիպված մեկնեցի մենակ։ Իրականում չէի մասնակցելու մրցույթին, ես այնտեղ պետք է լինեի որպես մարզիչ, ներկայանայի որպես մարզիչ Հայաստանից եւ լինելու էի ժյուրիի կազմում։ Բայց քանի որ Հայաստանից մեկնող չեղավ, ես մասնակից չունեցա, ես ստիպված եղա մասնակից լինել, որպեսզի պատվով ներկայացնեմ Հայաստանը։ Եվ իհարկե այնտեղ շատ ձեռքբերումներ ունեցա, իհարկե 3-4 անգամ է, որ ես այդպիսի մրցույթների մասնակցում եմ։ 3 Grand Prix բերեցին Հունաստանի մեր մրցույթից, այնտեղ մասնակցում էին մոտավորապես 14 երկրից, տարբեր երկրներից, եվրոպական, իհարկե նաև Ամերիկայից եւ Կանադայից ունեինք մասնակիցներ։ Ինձ միացան այնտեղ Ֆրանսիայի իմ գոլեգան, այսպես ասեմ, եւ մի քանի գոլեգաներ տարբեր երկրներից, ես կազմեցի այնտեղ թիմ 5 հոգանոց եւ կարողացանք ներկայացնել Հայաստանը։ Թե չէ իրականում մենակ մասնակից Հայաստանը չէր կարող ներկայացնել։ Ես պետքա թիմ ունենայի, մինիմում 5 հոգանոց, որ այնտեղ ներկայանայինք թիմով։ Այս բոլորից ո՞րն է եկել Հունաստանից։ Այս մեկը։ Այս բոլորը որտեղից են։ Այս բոլորը անցած տարվա մեր մրցույթից էր, միջազգային մրցույթից, որը անցկացվեց Նոյեմբեր քաղաքում, եւ այնտեղ շատ էլի ձեռքբերումներ ունեցանք, թիմով էինք գնացել։ Սա մեր մրցույթի ասենց ասեմ, միակ կուբկն է, մրցանակն է, որը տալիս են այն մասնակցին, ով հավաքում է ամենաշատ բալերը ամբողջ չեմպիոնատի։ Մասնակցում էին 20 երկիր, 1000 մասնակից, 1000 եւ ավելի մասնակիցներ կային եւ ինձ տվեցին այս մրցանակը, որովհետեւ ես հավաքել էի ամենամաքսիմալ բալերը հենց այդ մրցումների ժամանակ։ Բավականին հետաքրքիր է, որովհետև ես նայում եմ այսպես զարմացած եւ հասկանում, որ այս ամեն ինչը շատ այսպես բարձր նշաձողի վրա է դրված։ Մի փոքր ուզում եմ հասկանամ, որն է ամենախիստ պահանջը եւ որ երկրներ են հատկապես այս պարագայում, գեղեցկության պարագայում մեզ մրցակից։ Թե մենք չունենք արդեն այն մրցակիցներ։ Անկեղծ ասած, մեր ոլորտը, մեր բյութի ոլորտը Հայաստանի շատ արագ զարգանում է եւ մեր մասնագետները շատ պրոֆեսիոնալ են։ Դա բոլոր երկրներում արդեն երևի թե գիտեն, որ հայ վարսահարդարը, հայ բյութի մասնագետը շատ պրոֆեսիոնալ է։ Եվ իհարկե ես նկատել եմ վերջի տարիներին, որ իսկապես Հայաստանը եւ Հայաստանի բոլոր մասնագետները շատ ձեռքբերումներ են ունենում տարբեր երկրներում, մասնակցելով այս տեսակ միջոցառումների,
մասշտաբային միջոցառումների։ Դա Ֆրանսիան է, որ անցկացնում է այդպիսի մեծ միջոցառում, Գեորգի Կոտն է, որ էլի տենց մասշտաբային այս տարի եւս պետքա լինի աշխարհի մրցումները եւ 50 երկիր պետքա մասնակցի, արդեն հայտ են ներկայացրել։ Իրականում Գեորգի Կոտը մտադրված էր Հայաստանում դա անցկացնելու, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով դա չի լինելու Հայաստանում, երևի թե կփորձենք մյուս տարի դա անել։ Դա իմ համար շատ մեծ նպատակ է, որ կարողանանք մեր Հայաստանը ավելի պատվով ու միջազգային level բերել Հայաստանում, սա շատ կարևոր է, այո։ Ինձ հետաքրքիր է մրցութային կարգը ինչպիսին է, այսինքն ինչն է գնահատվում ստեղծագործական միտքը արտասովոր լինելը, ես հիմա նայում եմ, ինձ համար շատ արտասովոր են այս բոլոր Իրականում սա հունական կերպար է, այո, քանի որ Հունաստանում էր անցնում մրցույթը, այո։ Մենք պետք է մասնակիցները պետք է կերպարը այնպես ստանան, որ դա լինի մազից սարքած եւ այդ մազից սարքած կոմպոզիցիան լինի հենց գլխի վրա մոդելի եւ պետք է իհարկե համահունչ լինի ամբողջ կերպարը, դա ամբողջական հագուստը, իր մեյքափը, մազերը եւ այլն։ Ինձ թվում է ստացված է իմ կերպարը, չգիտեմ։ Գնահատվեց բարձր։ Մի քիչ խոսենք նաեւ Հայաստանում այսօրվա տրենդերի, հա, ճիշտ եմ ասում եմ, տրենդերի մասին, ես հասկանում եմ, որ այլ ժամանակի Լևիցան եւ Խառաֆենը հիմա չկան։ Կան հիմա ուրիշ բաներ, ուրիշ հետաքրքրություններ եւ խնամքի ձևեր։ Ինձ հետաքրքիր է միշտ մի հարց, հա, աշխարհագրական դիրքը եւ մեր գեները կապ ունեն մեր մազի որակներ, որտեվ տարբեր աշխարհագրական դիրքում ապրող մարդիկ ունեն տարբեր մազի որակներ եւ դա նաեւ օգնում է, հա, չգիտեմ, խնամելուն, ինչ որ նոր հետաքրքիր ձևեր հաղորդելուն մազերին, սա ինչ որ դեր խաղում է, թե այսօր արդեն տեխնոլոգիան այնքան զարգացել, որ ամեն ինչ հնարավոր է անել ցանկացած դեպքում։ Գրեք փոքր պատասխանեմ, հետո դուք էլի հոգեկան առողջությունը, քանի որ որպես հոգեբան երկրորդ մասնագետ եմ, երբ հոգեկան առողջությունը առաջին հերթին մազի վրա է արտահայտվում։ Հոգեբան անառողջ մարդ եմ, մազերը սափվեցին։ Եվ մազի փոփոխություններից կարող եք հասկանալ, դուք հոգեկան առողջության հետ ունեք որոշակի խնդիրներ, թե ոչ։ Իհարկե, մազը դա մարդու առողջական հայելին է, այսպես ասեմ։ Եթե առողջության հետ ինչ-որ թեկուզ օրգանիզմում, թեկուզ հոգեբանական ինչ-որ խնդիր կա, առաջինը մազերից է դա ընդգծվում, արտահայտվում, այո։ Դա շատ մեծ եւ ակնառու երևում է հենց մազերի վրա իրականում։ Եվ իհարկե մեր ոլորտում տրենդից ոնց խոսեցինք, հա, մենք ավելի շատ հիմա ոնց նկարագրեմ, որ ճիշտ լինի, մի քիչ ավելի գնում ենք դեպի Եվրոպա եւ սիրում ենք մինիմալիզմը։ Այո։ Հա։ Ինչը հրաշալի է։ Իրականում հա ինձ էլ է շատ։ Մինիմալիզմը լրիվ մոտ։ Այդ ողջունելի է իհարկե իմ կողմից։ Բայց ես չեմ ուզում տեսնել։ Չէ, այդ առումով չէ։ Մինիմալիզմը այդ առումով։ Այսքան մինիմալիզմ չէ։ Չէ, առաջ մի քիչ որ հետ գնանք, կհիշենք այն Խառաֆենը, լակ հապատած, ֆիքսած եւ այլն, հիմա արդեն լվիցան։ Մի քիչ ավելի փոխվել է մեր ոլորտը։ Մեր պահանջարկը իհարկե մեզանից է կախված, թե մենք ինչ ենք դա թելադրում մեր հաճախորդներին, մեր աշխատանքի վայրում։ Եվ դրանից ինձ թվում է մեր մասնագետներից, մեր մասնագետները շատ են իրենց վրա աշխատում, վերցնենք ինձ որպես օրինակ, ես 25 տարի է այս ոլորտում եմ, 25 տարվա մեջ ես չեմ հիշում ինչ-որ մի տարի, որ ես իմ վրա չեմ աշխատել, ինչ-որ վերապատրաստումների չեմ գնացել, եւ իմ խորհուրդը մեր մասնագետներին, որ այն մասնագետներին, ովքեր մտածում են, բայց չեն անում, սիրելի գոլեգաներ, աշխատեք ձեր վրա, թեկուզ եւ միգուցե այդ դասընթացը, որին դուք մասնակցեք, ձեզ շատ քիչ բան կտա, բայց դուք միշտ եղեք
Ընթացքի մեջ դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Աննա ջան, ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ շնորհավորել նախ ձեր հաղթանակի կապակցությամբ, երկրորդը նաեւ իհարկե հրաշալի տոնի կապակցությամբ, եւ ընդունեք նաեւ ջերմ շնորհավորանքներ Իջևանի գինու գործարանի կողմից, ով ներկայացնում է նաեւ հենց այս տոների հետ կապված բրիզ հատուկ կանանց համար նախատեսված այս վարդագույն հրաշալի փրփրուն գինին, որը համոզված եմ այսօր կոլեգաներով կնշեք մայրության եւ գեղեցկության տոնը եւ կշարունակեք գեղեցիկը սփռել աշխարհում ձեր մասնագիտությամբ եւ ձեր տրամադրությամբ։ Սա ձեզ շնորհակալ եմ շատ։ Մեծ հաճույքով։ Ամբողջը չի։ Մենք այսօր շատ նվերաշատ ենք եւ միշտ, քանի որ գիտեմ, որ գեղեցկությունը նաեւ ընդգծվում է խոհանոցում, համոզված եմ, որ շատ համեղ եք պատրաստում, ուզում եմ ձեզ նվիրել Tramontina բրազիլական բրենդի կողմից, ով ներկայացնում է աշխարհում խոհանոցային պարագաներ, թեթև մի խոհանոցային պարագա, որը կթեթևացնի ձեր հոգսը, իսկ յուրահատկությունը նրանում է, որ այս պարագաները հատուկ ծածկույթ ունեն եւ իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Սա նույնպես ձեզ։ Շատ հաճելի է, շնորհակալ եմ։ Lily's Flowers-ի կողմից ուզում եմ ձեզ նվիրել այս հրաշալի ծաղկեպունջը, որը համոզված եմ կընդգծի ձեր գեղեցկությունը եւ ժպիտը, իսկ Lily's Flowers-ը հատուկ այս օրերի կապակցությամբ ունի շատ գեղեցիկ ժպիտներ, որոնք ներկայացում են այս ծաղկեպնջերի տեսքով։ Սա ձեզ, բայց այս ծաղկեպունջը չեմ ուզում դատարկ նվիրել, ուզում եմ ձեզ նվիրել նաեւ արև բացիկները, որոնք ունեն յուրահատկություն եւ այս բացիկների վրա ներառված են հայտնի երգերից ֆրազներ եւ Մարության տոնին ընթരാճ հենց այս երգը այստեղ տեղ է գտել Քրիստինե Պեպելյանի Քո սիրո համար իմ մայրիկ բարի ողջ աստղերը քիչ են էլի։ Սա ձեզ որպեսզի ընդգծի այս հրաշալի տոնի խորհուրդը։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալ եմ։ Ձեզ նոր հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ այս տարի ավելի շատ հաջողություններ կունենանք, որովհետեւ շատ մեծ թիմով ենք մեկնում։ Հուսով եմ ավելի հաճախ կհանդիպենք ձեր եթերում։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն հիմա։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։